Անգոլայից 25-ամյա Մարիան հաղթահարել է քաղցկեղը բուժում ստանալով մեր երկրում։ Ես հիմա շատ երջանիկ եմ, եղել եմ 3 պետությունում, որտեղ ինձ չեն կարողացել օգնել, իսկ հայ բժիշկներին դա հաջողվեց։ Դիմում եմ այն մարդկանց, որոնք ապրում են արտերկրում եւ ունեն քաղցկեղ։ Եկեք Հայաստան, վստահեք հայ բժիշկներին եւ կժպտաք այնպես, ինչպես ես եմ հիմա ժպտում։ Երիտասարդ աղջկա մոտ ախտորոշվել էր կրծքագեղձի երկկողմանի քաղցկեղ։ Հայաստան էր եկել այն փուլում, երբ բուժումները արդյունք չէին տվել։ Անգոլայում ստացել է բուժում, քիմիոթերապիա, որից հետո վիրահատական բուժում։ Սակայն բավարար պատասխան այդ քիմիոթերապիայի նկատմամբ կամ վիրահատության արդյունքում բավարար արդյունք չենք ունեցել։ Քանի որ առկա է եղել մնացորդային ուռուցք եւ եղել է բավականին տարածված ուռուցքային process, այստեղ միայն վիրահատությամբ կամ ճառագայթային բուժմամբ հնարավոր չէր ունենալ բավարար արդյունք եւ այստեղ անհրաժեշտ էր ընտրել մի բուժում, որը ունի համակարգային բնույթ։ Հաշվի առնելով ուռուցքի տեսակը եւ բուժառուի երիտասարդ տարիքը, հայ բժիշկները ընտրել են թիրախային թերապիայի կոմբինացիան։ Արդյունքը դրական է։ Պետք չէ խուսափել բուժումից, որովհետև այսօրվա դրությամբ մենք չենք սահմանափակում այդ քիմիոթերապիա բառով եւ մենք ունենք նաեւ զանազան այլ բուժման տարատեսակներ, որոնք առանձնանում են բարձր արդյունավետությամբ ու կողմնակի երևույթների ու բարդությունների ցածր հաճախականությամբ։ Հենց սա այն դեպքն է, որ թույլ տվեց մեզ ունենալ լավ արդյունք եւ քիչ կողմնակի երևույթներ եւ պացիենտը չվախենալով դիմել բժշկի կարողացավ ստանալ համապատասխան բուժում, որի արդյունքում այս պահին նա առողջ է։ Մարիան միակ բուժառուն չէ, որը Անգոլայից Հայաստան է եկել բուժում ստանալու, իսկ նրան խորհուրդ էր տվել գալ Զարմուհին։ Հայրս հայ է, ես Հայաստանում եմ ուսման նպատակով։ Գիտեի, որ մորաքույրս իր առողջական խնդրով տարբեր երկրներ է գնում, բայց անարդյունք։ Նրան խորհուրդ տվեցին գալ Հայաստան եւ այստեղ բուժվել, հաշվի առնելով, որ Հայաստանում բժշկությունը բարձր մակարդակի վրա է։ Անչափ երջանիկ եմ, որ կարողացել եմ օգնել հարազատիս։ Մարիան շուտով կմեկնի հայրենիք, բուժումը կշարունակի այնտեղ, հեռավար գտնվելով հայ բժիշկների հսկողության ներքո, որը ժամանակ անց կվերադառնա Հայաստան հետազոտվելու։ Նարե Ոսկանյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։